Օրվա բարի ժամ բոլորիդ հայեր ջան, քանի որ մենք մեր սեփական ճակատագիրը զգալու հետ խնդիր ունենք, ու միշտ ավելի լավ ենք ամեն ինչ տենում ու հասկանում, երբ կողքից ենք ինչ-որ մեկին նայում, ես ստիպված եմ այսօր բերել կողմնակի օրինակ, որը նույնությամբ կրկնում է մեր ճակատագիրը, որը ցավոք ոնց որ թե այդքան էլ լավ չենք ըմբռնել ու հասկացել։ Հիմա նայեք մի հատ մեր հետ կապ չունեցող օրինակ, Ուկրաինայի օրինակը։ Ուկրաինան այսօր կանգնած է լուծարման եզրին ու լուծարվելու է, ինչքան էլ ցավոտ է, բայց ճիշտ նույն ձևով ոնց որ Հայաստանը։ Հիմա որոշները կասեն, չէ, ինչ լուծարում, Հայաստանը խաղաղություն է կնքում։ Դե հիմա նայեք, մինչև նոյեմբերի 27-ը ինչ պայմաններ է դրած Ուկրաինայի դեմը ու խոսենք Հայաստանից։ Президент Дональд Трамп требует от Киева подписать новый мирный план до 27 ноября. Иначе Вашингтон прекращает военную помощь, разведку и поставки вооружений. План включает признание Крыма, Донецка и Луганска российскими, заморозку фронта в Запорожье и Херсоне, фактически передачу около 20% довоенной Украины. Украине предлагается сократить армию до 600 тысяч, отказаться от дальнобойных ракет и закрепить в Конституции нейтральный статус с запретом вступления в НАТО. Украина стоит перед самым тяжелым выбором с начала войны – принять болезненные уступки или рискнуть потерять главного союзника и столкнуться с затяжной войной в 2026 году. Ультиматум Трампа завис над Киевом, и ближайшие дни определят, закончится ли война или начнется новый кризис для всего Запада. Ուկրաինայի առաջ դրել են ստորագրել կապիտուլյացիա, թուլացնել ու կրճատել բանակը ու փոխել սահմանադրությունը։ Հեչ ծանոթ սցենար չի։ Լավ, Հայաստանի օրինակով չեք հասկանում, Ուկրաինայի օրինակով գոնե տենում եք, որ դա ուղիղ իր լուծարումն է։ Իսկ գիտեք ինչի է Ուկրաինայի դեպքում դա առանց շեղումների կոչվում ու համարվում լուծարում, իսկ հայ ժողովրդին կտում են խաղաղության օրինակով, իբր խաղաղության, էլի։ Որովհետև Ուկրաինայում բաց պատերազմ ու ամեն ինչ կոչում են իր անուններով, ոնց որ իր անուններով ամեն ինչ կոչում էին 2020-ին, երբ մենք էինք պատերազմի մեջ։ Հիմա հայ ժողովրդին իրանց արևին կտել են, թե իբր տեսեք էլ պատերազմ չկա, իբր ամեն ինչ լավ է ու այն ինչ Նիկոլն անում է, դա ոչ թե Հայաստանի լուծարումն է, այլ ընդհանրապես խաղաղություն։ Հա բայց սցենարը նույնն է, գոնե այդ տենում եք կապիտուլյացիայի ստորագրում, բանակի կրճատում ու սահմանադրության փոփոխություն։ Որն է տարբերությունը Հայաստանի ու Ուկրաինայի ճակատագրում։ Նույն լուծարումն է գնում։ Ու Նիկոլը այն տիպի է որոշ դեգեներատների համոզել, որ բանակ չունենալը մի հատ դրախտային, մի հատ sense խաղարար, մի հատ հրաշալի որոշում է, որ առանց բանակի իրանք նես բարեկեցիկ ու հզոր են ապրելու։ Որը նայեք ինչ ենք ստացել։ Բանակը ընդհանրապես կարելի է ցրել Հայաստանում։ Իսկ որոշում ընդունողների հատվածով կարող եմ ասել, հիմնականում պարոն Փաշինյանի հատվածով ասեմ, որ հեղափոխությունը Հայաստանում ճիշտ ընթացքով է գնում եւ մենք սպասում ենք հաջորդ հեղափոխության պարոն Փաշինյանի կողմից։ Երկրորդ եւ երրորդ։ Գիտեք ինչի համար եմ Նիկոլին մինչև այսօր սատարողներին համարում անուղեղ ամեոբա, հեչ չէ հենց իրանց համար, որովհետև բացեի բաց իրանց դնում է անասունի տեղ, իսկ իրանք ծափ են տալի։ Նիկոլը 2017 թվին ասում էր, որ խաղաղության մասին խոսակցությունները դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են։ Խաղաղության մասին խոսակցությունները դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են։ Այսօր այդ խաղաղության մասին մենակ ինքն է խոսում։ Իսկ Հայաստանն այսօր այն տիպի փոքր է, որ ցանկացած խաղաղության անվան տակ հերթական կապիտուլյացիան դա մի հատ մեծ քայլ է դեպի Հայաստանի վերջնական լուծարում։ Հիմա դրա ասած խաղաղությանը հավատացողին, այն որ հրճվում ու ասում են վերջապես խաղաղ ենք ապրելու։ Ես ոնց չասեմ տգետ, ոնց չանվանեմ թերի զարգացած ու անզգա, անուղեղ բիոմասա։ Ու նույն Նիկոլը իր այդ նույն հարցազրույցի մեջ ասում է, որ եթե մի պետություն ուշադիր լսեք, ասում է, եթե մի պետություն ուզում է խաղաղություն, նա պետք է պատրաստ լինի պատերազմի։ Եթե որևէ պետություն ուզում է
Խաղաղությունն պետք է պատրաստ լինի պատերազմի։ Բայց ինչ է անում այսօր։ Այսօր ոչ մի ձևով պատերազմի չի պատրաստվում։ Ժամկետային զինծառայողի ծառայության ժամկետներն է կրճատում, ընդհանուր բանակն է կրճատում, բանակից հանում է մարտունակ բառը ու դնում է պաշտպանունակ բառը, բանակից ազատելու համար օրինական վճար է նշանակում, որ չես ուզում ծառայես, այսքան փոխտուր մի ծառայի։ Այսինքն խաղաղություն էլ չի լինելու, քանի որ խաղաղություն լինում է, այո, երբ պատրաստ ես պատերազմի կանոնավոր ու մարտունակ բանակով, առանց դրա խաղաղություն չկա։ Իսկ այս դեպքում խաղաղություն անվան տակ լինելու է ամենակ ստորացում, հպատակություն ու ենթակայություն, ենթարկում։ Դե հիմա այս հերոսին բանակը ընդհանրապես կարելի է ցրել Հայաստանում։ ես ոնց անվանեմ, կամ իր նմաններին, որ Նիկոլի մինչև շարով վարչապետ դառնալը, իր ասած ամեն մի բառին ինքը այսօր հակասում է, այսինքն մինչև 18 թիվը իրան հավատացողներին, ովքեր հիմնվել են իր բառերի վրա, վստահել են ու վարչապետել ընտրել են, այսօր ինքը իր բոլոր խոստումների հակառակն է անում ու ամենաբաց ձևով մինչև այսօր իրան հավատացողներին դնում է անասունի էշի տեղ ու դրանք էլի գոհ են։ Լավ մարդը, ով ինքն իրան էշի տեղ դնողին կարա ծափ տա։ Լավ, իրականում ինչ է։ Այսինքն, եթե չի կանգնում ասի, հələ սպասի է, դու է իր ասում, որ խաղաղության համար պատերազմի պատրաստվել է պետք։ Բայց այսօր դու ոնց ես բանակը կրճատում ու թուլացնում, ոնց ես ասում, որ առանց բանակի կարանք խաղաղության գնանք։ Այդ չեն ասում, որովհետև այտենց պահանջ կարա ներկայացնի մենակ բանական մարդը, բայց այն, ով այսօր մի վաղը ուրիշ բան լսելով, մեկը ընդունում է, արա լավ դրա բանականը որն է, հոմենակ բանակի հարցը չի, Արցախը Հայաստանը եւ վերջ գոռալով Արցախը տվեց, այսօր Արցախ էլ չի ասում, Ղարաբաղ է ասում, ամբողջ համակարգում հրաման է տրված, որ հանկարծ Արցախ չասեն, մենակ Ղարաբաղ։ Վարչապետը ներկայացրել էր, որ Արցախից ներեք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված։ Լավ, այսքան խափելուց հետո դրան գրկաբաց ընդունելն ու վարչապետ ասելը, արդյոք ինքնախոստովանություն չի, որ դու բանական մարդ չես, այլ զուտ անուղեղ ու ուտելու խաթր ապրող բիոմասա։ Հələ նայեք երեկվա Նիկոլի ընդունելությունը Արարատում։ Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ, Դու Փաշինյան ջան։ Լավ, այս աստիճանի անջատված, այս աստիճանի սեփական արժեքը չգնահատող ու չհասկացող, արա ամեն հաջորդ բառը ձեզ խափում է։ Այսօր մի բան է խոստանում, վաղը ոչ թե խոստացածը չի անում, այդ ճիշտ հակառակն է անում։ Լավ, դուք լրիվ եք արժանապատվության զգացողությունն ու գիտակցումը կորցրը։ Ու սենց ժամանակ էլ նույն ապուշ հակադարձումն ես լսում, ասում են, բա Նիկոլը չլինի նախկինները գան, արա իհարկե չէ։ Ձեզ ով է ասել, որ հայ ազգը կամ Հայաստանը պրծավ Նիկոլի ու նախկինների վրա, որ էլ ուրիշ մարդ չկա, հա։ Իսկ դուք փորձել եք երբևէ մի հատ անջատվեք այդ ձեզ թելադրած կեղծ ու կործանարար օրակարգից, որտեղ վզներիդ փաթաթել են մենակ Նիկոլու նախկին, ու մի հատ տենակ էլ ինչ ուժ կա, խի քորեք, լույսի բանակին ինձ չեք տենում, ու դա դեռ որպես մի օրինակ, ինչ եք դուք ձեզ դաջել այդ ստարկամիտ օրակարգին ու ընտրում եք կամ Նիկոլ կամ նախկին, այդ ինչ մտածելակերպ է, այդ ինչ ուղեղի սահմանափակում է, հեսա գալու ենք Արարատել, մյուս մարզերնել, այդ ոնց է ալնում, որ Նիկոլի գալը իսկ մերը չէ, որ Նիկոլի ծրագիրը մերը չէ, այն դեպքում, որ Նիկոլը ծրագրել է մենակ ձեզ կործանի ու ծախի, իսկ մենք ծրագրել ենք մենակ ձեզ բարեկեցիկ կյանք ու մեծ հայքի վերականգնում, հա? Այդ ոնց է տենց ելնում։ Ու այդ էլ այն դեպքում, որ մենք երբեք ձեզ ոչ Նիկոլի, ոչ էլ նախկինների պես չենք խափե, էշի տեղ չենք դրե, չենք թալանե, կապիտուլյացիա չենք ստորագրե, այսօր մի բան չենք ասե, վաղը ուրիշ բան անենք, ու վերջապես ձեզ կեղծ օրակարգ չենք առաջարկելու, չենք առաջարկում, ու երբեք չենք առաջարկելու, ասեք էլի մի հատ այդ ոնց է ալնում։
ամեն օրվա հետ սրանք ձեզ զոհում ու ավիրում են, կործանում ու տանում են ստորացման ու արժե զրկման ես իրենց ատելության մտնոլորտով ու ձեզ ամեն օր խափելով ու հիմարի տեղ դնելու ծրագրերով ու իրենց կապիկություններով ու ամեն ինչով։ Հələ դուք էլի սրանց ծափ եք տալի։ Այդ ձեր դատարկ լոզունգներն էլ, թե զոհեր չենք ուզում, խաղաղություն ենք ուզում, արա խաղաղություն չի լինելու։ Այս սցենարով խաղաղություն չի լինելու։ Նորից եմ ասում, խաղաղություն չի ուզում մենակ ուղեղից թոփալը, բայց դրան ձև կա։ Պետությունները չեն մեռնում, ու զոհերը չեն ելնում, մենակ պատերազմների ժամանակ։ Պետությունները մեռնում են այն օրը, երբ իրենց սահմանադրությունը դառնում է ուրիշի թելադրանքով գրած տեքստ, իսկ ավելի ճիշտ մեր դեպքում թշնամու պարտադրանքով գրած։ Պետությունը մեռնում է, երբ իր բանակը դառնում է ուրիշի հաշվարկով կազմված թիվ, այսինքն կրճատված ու ոչ մարտունակ, ոնց որ հիմա անում է Նիկոլը։ Պետությունը մեռնում է, երբ իր ազգային ու պատմական խորհրդանիշերը դառնում են ինչ-որ մեկին, ու այս դեպքում մեր թշնամուն հարմարեցված, իմաստափոխված ու պատմությունից անջատված պատկերներ, այսինքն այն, ինչ հիմա անում է Նիկոլը Արարատ լեռը հանելով մեր պետական խորհրդանիշերից։ Հիմա հələ մենակ միջազգային կնիքներից է հանը, հեսա որ սահմանադրությունը ձեր այդ անասուն ծափերի ներքով փոխեց, գերբի վրից էլ է հանելու։ Ուկրաինայում Ղրիմի ու մյուս իրենց խորհրդանիշերի հեռացումն են պահանջում, ստեղ էլ սկսում են Արարատ լեռից։ Իսկ Արարատ լեռ ուրանալը, դա նշանակում է ուրանալ ցեղասպանության զոհերին, ուրանալ մեր տատերին ու պապերին, ուրանալ մեր պատմությունը, ուրանալ Նժդեհին ու ուրանալ Աստծուն, որովհետև Աստված է մեզ տվել այդ տարածքներն ու լեռները, Արևմտյան Հայաստանն ու Արարատը։ Իսկ այդ զոհվելուց վախեցողներ, դուք գոնե այնքան ուղեղ ունեք, որ հասկանաք, որ երբ պետությունը մեռնում է, դուք էլ եք մեռնում։ Դուք էլ եք զոհվում, ու այս անգամ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես ու բարոյապես։ Պատերազմում գոնե պատվով ես զոհվում, իսկ պետությանդ լուծարման ու պետականությանդ մեռնելու ժամանակ համ ֆիզիկապես են քեզ սպանելու, եթե հարկ եղավ, դե բարոյապես էլ մեռած ու մեռած ես, եթե երկիրդ կործանողին ծափերով ես դիմավորում, էլ քեզ ինչ բարոյականություն։ Էլով ես դու, եթե ոչ անարժանապատիվ, անինքնասեր, անհայրենիք ամեոբա։ Եթե դուք ձեզանով չեք կարում ըմբռնեք ու հասկանաք, թե ինչ սցենարի զոհ եք, ես ձեզ ասեմ, նման սցենարների հերթականությունը հետևյալն է։ Առաջի փուլը պատերազմ ու դրանով ճնշում գործադրելն է, այն որ ցույց են տալի իբր մեր բանակը մարտունակ չի, իբր շատ թույլ ենք, իբր, որ բոլորիդ ուղեղը մտնի, որ մենք ոչ կարան կռվենք, ոչ էլ։ Այդ արդեն տեսել ենք։ Դրա երկրորդ ու տրամաբանական փուլը կապիտուլյացիան է, այդ էլ ենք տեսել։ Երրորդ փուլը բանակի թուլացումն է, բանակի վերադասավորումն է, ի օգուտ թշնամու կարգավիճակի ու բանակի կրճատումն է, այդ էլ ենք տենում։ Չորրորդ փուլն էլ սահմանադրության փոփոխությունն է։ Ու այդքանից հետո արդեն առանց ժողովրդի կամքը հարցնելու կամ հաշվի առնելու։ Ու երբ պետության ներսում մարդիկ զբաղված են իրենց առօրյայով, ում հարցնես ասում է ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, կամ էլ ոչ մեկի չենք հավատում։ Ու ասենք մանավանդ հիմա այս օրերին, սենց բոլորը զբաղված են զուտ մոտեցող նոր տարուն պատրաստվելով։ Այդ ժամանակ իրականությունը աշխատում է հենց իր սցենարով, Նիկոլի, այսինքն խելոք ու սուսուփուս փոխում է սահմանադրությունը ու վերջակետը դնում հայի իրական խաղաղության ու վաղվա օրվա վրա, որտեղ որպես ազգային ինքնություն, որպես ազգ դու էլ չկաս, քանի որ ոչ անցյալ ունես, ոչ էլ դրա հիման վրա պահանջներ, եթե սահմանադրությունը փոխվավ, այսինքն նպատակ էլ չունես, այսինքն ապրում ես աննպատակ, յոնջի նման, դառնում ես խոտ, դառնում ես զուտ բնակչություն կամ անիմաստ գոյություն պաշտպանող ամբողջ, բայց հաստատ ոչ ազգ։ Իսկ երբ դու այլևս ազգ չես, որը չունի միաբանվելու ոչ մի կետ, ոչ մի ընդհանուր պահանջ կամ միաձուլված համահայկական թասիբ, այդ ժամանակ դու այն տիպի մենակ ես մնալու, որ անգամ փողոցում ընկնես խրխրաս, մոտիկ եկող չես ունենալու։ Ոչ մի սպորտսմենի կամ այլ ասպարեզից մի հայի հաղթանակով էլ համազգային ուրախություն չի լինելու, քանի որ դու այդքանից հետո էլ ազգ չես, այլ առանձին ամեն մեկը իր դարդով ու հաճույքով ապրող մի հատ բնակիչ։
Իսկ այդ ժամանակ արդեն քեզ նենց կբանացնեն ու կօգտագործեն, որ մենակ այդ ժամանակ կհասկանաս ասածներից կշիռն ու նշանակությունը, բայց արդեն շատ ուշ կլինի։ Ու այս խոսքերից հաստատումը նույն սցենարի կրկնությունն է Ուկրաինայում, սենց որ գոնե կողքից նայեք, որ համոզվեք, որ սա կատակ չի, այլ լուրջ ծրագիր է, որ լուծարի պետությունն ու հայազգին բարախի աշխարհով թափառելու, որտեղ ոչ հարգող ենք ունենալու, ոչ էլ կարեկցող, որտեղ բոլորը մեզ նայելու են որպես վախկոտ, կամազուրկ ու անինքնասեր ամբոխի։ Ու այս սցենարը, որը այսօր կիրառվում է Ուկրաինայի վրա, 2020 թվականից սկսած կիրառվեց ու դեռ կիրառվում է Հայաստանի վրա։ Էսի անտեսանելի պատերազմը, որտեղ ոչ թե զենք է օգտագործվում, այլ բոլորիդ փշի անելու ներքո հանգիստ ու առանց խոչընդոտների իրականացվում է պետականակործան սցենար, ու այդ սցենարին ծափ տվողը չի կարա հայ կոչվի։ Դրանք ստամոքսով ապրող անհայրենիք ագլայեդների կուտոկ են, որ օգնում են հայրենիքս լուծարվի։ Դրանց քյալության աստիճանը թույլ է տալի, որ իրանք չհասկանան, որ սահմանադրությունը պետության վերջի խրամատն է, եթե էդ էլ փոխվավ, մնացածը ուզում է ամրոցներ լինի, դա արդեն ձևականություն է ու ոչ նշանակություն ունի, ոչ էլ արժեք։ Սահմանադրությունից հանել պատմական հիշողությունը, տարածքային իրավունքի գիտակցությունն ու պահանջը, հայ ժողովրդի քաղաքակրթական ողնաշարը, դա նշանակում է համաձայնվել, որ դու այլևս ազգ չես, այլ ինչ-որ վարչատարածքային միավոր, զուտ։ Ու երբ պետության սրտից հանում ես Արարատը, դու հանում ես ոչ թե լեռ, այլ ինքնությունդ։ Արարատը ինչ-որ կարիկատոր չի, զուտ սար չի, Արարատը հիշողություն է։ Հիշողությունը հանողը պետություն վերացնողը, պետություն վերացնողը հայազգին ոչնչացնողն է իր դեբիլ ժպիտով ու հանրության բիոմասայի դեբիլ ուղեղից օգտվելով, ու այդ դեբիլների պարադոքսը այն է, որ չեն հասկանում, որ Արարատը խորհրդանիշերից հանելով լեռը չի կորում, այլ իրանք են կորում, երբ Աստծով իրան տված լեռը հանում են իրենց սրտից ու ներսից։ Դրանք չեն հասկանում, որ բանակի կրճատում ասվածը միջանցք է, ոչ թե հասարակական, այլ պետական հակակյանքի, այսինքն պետականության մահվան։ Երկիրը ապրում է այնքան ժամանակ, ինչքան երկար իր բանակը կանգուն է։ Երբ բանակը դառնում է քննարկման թեմա, երբ դրա կառուցվածքը դառնում է ոմանց առևտրի նյութ, այդ նշանակում է, որ պետությունը դառել է թշնամուտ համար անցուդարձի ճանապարհ, ոչ թե քո տունը։ Ու վերջապես այդ բութ գլուխներդ մցրեք, որ խաղաղության չեն հասնում զինաթափվելով, արա, խաղաղության չեն հասնում ճնշվածի դիրքից, խաղաղության չեն հասնում առանց ուժի, ու խաղաղություն չի լինում առանց արժանապատվության։ Ու պետությունը, որը հրաժարվում է ուժից, փաստացի հրաժարվում է իր ապագայից։ Արա ինչքան պետք է պարիմատի չափ ուղեղ չունենաք, որ այսքանը չհասկանաք, պարիմատը, որ պարիմատը այսքանը գիտի։ Դե իսկ ընդհանուր էլ, այսքանը թե չհասկացողները, թե հասկացողները, բոլորը ինչ են անում, ամեն կերպ փախնում են իրականությունից այդ իրենց սոցցանցերի բողոքներով, ամեն ինչ օնլայն է, հիմա էլ արդեն դրան գումարվել է նախատոնական տրամադրությունն ու տոներին պատրաստվելը, վերջ, բոլորի միտքը զբաղված է տոնածառով ու խոզի բդերով ու ջանդամին թե էլի հայակործան համակարգը չի իրենց նոր տարին համեկով շնորհավորելու։ Մի հատ հարց տվեք էլի բոլոր նրանց, ովքեր Նիկոլից ու նախկիններից դժգոհում ու բողոքում են, մի հատ հարցերեք էլի հենց իրենց այդ օնլայն գրառումների տակ, ասեք բա ուր էիք ապրիլ-մայիս ամիսներին, երբ լույսի բանակը 24 ժամյա ռեժիմով բոլորիդ կանչում էր միանալու ու այս մղձավանջի դեմն առնելու համար։ Այս հարցը տվեք ու նայեք ինչ լոլոներ եք լսում։ Ամեն ինչ կլսեք բացի կշիռ ունեցող պատասխանից։ Կամ ասելու են չէինք իմանում, բայց դե երկրով հետաքրքրվողը ոնց կարա չիմանա, որ ազգայնական շարժում կա երկրում ու այն էլ մի օր կամ երկու օր չէ, 2 ամիս ամեն օր 24 ժամ գիշեր-ցերեկ ազատության հրապարակում էինք։ Ուրեմն լավ չի հետաքրքրվում երկրի իրավիճակով ու թողել յուղ չվառի, որ իրան ամեն ինչ հետաքրքիր է կամ էլ ինքն հենց փիս հետաքրքրված է երկրում տեղի ունեցողով։ Կամ պետք է ասեն մենք իրենց չենք վստահում, այսինքն ստացվում է որ Նիկոլին ավելի շատ են վստահում, չէ՞։ Հակառակ դեպքում
մեր պայքարին միացած կլինեին։ Իսկ եթե Նիկոլին ավելի շատ են վստահում, ուրեմն թողել կապիկ չլողացնեն Նիկոլից բողոքելով, քանի որ Նիկոլին չվստահելու հիմքեր լիքը կա, իսկ մեզ չվստահելու ոչ մի հիմք չկա, ոչ մեկ չունի այդ հիմքն ու փաստը, բացի մեր հասցեին ամեն մի լրփիտեղու զրպարտանքն ու շարերը, որոնք բացարձակ ոչ մի փաստ ու ապացույց չունեն։ Մի խոսքով հարցրեք ու ձեր համար պարզ կդառնա, որ բոլորն էլ on-line ռեմբոներ են ու իրական գործի մեջ չկան։ Բայց ճակատագիրը չի ներում իրական գործերից փախնող ազգին, հավատացեք, ճակատագիրը նաև չի ներում նրանց, ովքեր այդ ազգի համար պայքարողների հասցեին ինչ շարբազություն ասես, որ չեն անում, իրանց էլ չի ներվում ոչ մի բան։ Ու երբ դու փախնում ես իրականությունից, այդ իրականությունը վաղ թե ուշ գալի նստում է քո տան մեջ, քո սեղանի գլխին, քո տանտիրոջ տեղը, ու դու դառնում ես ընդամենը այդ իրականության ստրուկն ու սպասավորը։ Միշտ պետքա ուղիղ նայել վտանգի աչքերի մեջ ու եղած չեղած ուժով դրա մաման լացացնել, որ այլևս անունդ էլ անգամ չտա։ Իսկ դուք ինչ եք անում։ Անում եք ճիշտ հակառակը։ Մի հատ վտանգ, անգամ թվացյալ վտանգ։ Վերջ փախուստը ապահոված է, ջայլամի պես գլուխները հողի տակ ու միանգամից գնացին on-line հարթակներում ստատուս ու կոմենտ գրելու։ Չկա ռեալ պայքար։ Պայքարողին էլ ոնց ասես խանգարում ու պիտակավորում են։ Բայց արի ու տես, որ իրանց իրական կործանողին ծապտալով դիմավորում ու ծապտալով էլ ճանապարհում են։ Դրա համար էլ այսօրին ենք, էդ էլ հոփաստ է։ Ու հիմա արդեն այս նոր տարով տարվածներին մի բան կասեմ, ձեզ թվում է թե ընդամենը նոր տարի է գալի, ինչ որ հերթական տոնն է, հերթական տարին է, բայց իմացեք, որ իրականում ժամանակի նոր փուլ է գալի, որտեղ կամ որպես ժողովուրդ կդառնաք ձեր պետության տերը ու կրկնում եմ, դա միայն լույսի բանակի հետ, ուրիշ ոչ մեկի, սա հստակ իմացեք, կամ էլ կդառնաք դիտորդ ու այդ նույն լուր ու համակերպված նախիրային հոգեբանությամբ կհետևեք հայոց պետության ու ձեր ազգային ու մարդկային արժեքների ապամոնտաժման ընթացքին։ Ու լուծումը ստեղ մեկն է, ազգային ինքնագիտակցության վերադարձ, որ նրանք ովքեր չեն հասկանում, վերջապես հասկանան, որ իրանք ոչխարի հոտ չեն, այլ ազգ ու մեծ ազգ, հզոր ազգ, Աստծով ընտրված ազգ։ Պետությունը պետք է դառնա ժողովրդի սեփականություն ու դուք պետքա որոշեք ձեր ճակատագիրն ու ապագան, ոչ թե նստեք ու դիտորդի պես նայեք, թե ոնց են բոլորիդ ամեն մեկին իր ձևով ու առանձին վարի տալի ու վրներդ էլ ղժում։ Ամեն հայ մարդ պետք է հասկանա, որ սահմանադրությունը իր տանիքն է, իր ընտանիքի արժանապատվությունն ու անվտանգությունն է, ու եթե այդ տանիքը քանդվում է, այդ տունը էլ վերանորոգել չի լինի, եթե ստացվի էլ վերանորոգել, ապա էլ չի փրկվի։ Ամեն հայ պետք է հիշի, որ Արարատի հարցը զուտ սիմվոլիկա չի, այլ հարց է, դու ունես քաղաքակրթություն, թե չէ, ավելի ճիշտ այդ հարցի պատասխանն է, որ հա ես հայ եմ ու ես ունեմ ծագումնաբանություն, պատմություն ու ազգային գենետիկ հիշողություն, ոչ թե անձրևից առաջացած ворթ եմ։ Ազգը պետք է կանգնի որպես միավոր, ոչ թե որպես բնակչություն, բնակիչը ենթարկվում է, բնակիչը չի էլ նկատում, որ ազգային արժեքների ոտնահարված լինելուց ինքը ստորանում է, իսկ ազգը դա հասկանում է, ազգը դա գիտակցում է, ազգը որոշող է։ Ազգը հասկանում է, որ պետությունը չի փլվում այն օրը, երբ պետական սահմանը խախտվում է, այդ պետական սահմանի խախտումը ուղղելի է։ Ազգը հասկանում է, որ այդ պետությունը փլվում է այն օրը, երբ սահմանադրությունը փոխվում է ի օգուտ թշնամու ու ի հակառակ, ի վնաս ազգային արժե համակարգի ու ազգային հիշողության։ Ու լավ իմացեք, ժամանակը մեզ կործանում է այնքանով, ինչքանով մենք մեզ մոռանում ենք։ Ժամանակը նայում է, դու ինքդ քեզ գիտակցում ես, թե չէ։ Հիմա քանիսդ եք ինքներդ ձեզ գիտակցում։ Այդ բոլորդ, ովքեր ինքներդ ձեզ գիտակցում եք, պետք է միանաք վերածննդի շարժմանը։ Մենակ ինքը իրեն չգիտակցողը կարա հեռու մնա այս շարժումից ու չընդունի մեզ։ Ես տերեմ իմ ամեն բառին, ցանկացած ասպարեզում, ցանկացած ֆորմատով։ Շուտով կկազմակերպեմ YouTube-ով on-line հարց ու պատասխան։ Համեցեք բոլորդ ձեր հարցերով։ Դուք դադարել եք զգալ ձեզ պետություն։ Դուք զուտ դրա բնակիչ եք ձեզ զգում, գոնե այսքանը նկատել եք։
ու պետություն կորցնելը սկսվում է այն պահին, երբ ժողովուրդը դադարում է զգալ, որ ինքն է պետությունը, ոչ թե Կակոյնի բուծ Նիկոլ։ Դուք եք պետությունը, հայեր։ Դուք եք բանակը, դուք եք օրենքը, ոչ թե Նիկոլը, Սերժը, Ռոբերտը կամ Լևոնը։ Հայեր ջան, զարթնեք։ Դուք ունեք մի ճանապարհ, դա վերածննդի շարժումն է։ Մնացածը զուտ, փաստաթղթավորված Հավայի տեխնացուներ են, ովքեր ոչ մի բան ձեզ չեն տալու։ Այս թեմայով պարտադիր նայեք սրանից առաջվա վիդեոս ու հլտենամ ձեզանից ով կարա փաստարկված ու տրամաբանված հակադարձի։ Չեք կարա։ Փորձեք ու կհամոզվեք, մեկ նայեք այդ վիդեոն։ Դրա համար աչու ձախ, ամեն մեկի post-ի ու եթերի տակ, որտեղ ու ոնց գիտեք, ինչքան կարում եք, բոլորին գրեք լույսի բանակի մասին, գրեք վերածննդի շարժման մասին, այնքան գրեք մինչև հասնի բոլորին, որովհետև ոչ մի հայ չունի այլ ճանապարհ բացի լույսի բանակն ու վերածննդի շարժումը։ Սրանում ավելի քան համոզված եղեք ու վստահ եղեք, որ վաղ թե ուշ առանց բացառության սա բոլորն են խոստովանելու, մենակ թե հետո շատ ուշ չլինի։ Եթե հիմա չարթնանաք, հետո մնալու եք որպես ինչ ասես, բայց հաստատ ոչ որպես ազգ ու պետություն։ Մեր պայքարը հանուն հայրենիքի է, ոչ թե հանուն աթոռի, աստվածավկա։ Ու ոչ պատմությունը, ոչ ճակատագիրը, ոչ էլ անգամ Աստված չեն սիրում էշի ականջում քնած ազգերին ու դրա համար է, որ միշտ նման ազգերից վերցնում են իրենց պետությունն ու տարածքները, դարձնելով թափառական ու անվերականգնելի կործանված։ Ու իրականում շատ է ասելիքս, բայց այսօրվա համար այսքանը։ Լավ մնաք ու թող իրոք Աստված օրհնի ձեզ իրականության զգացումով, սեփական արժե համակարգի ու ձեր ով լինելու գիտակցմամբ, ձեր ինքնության արթնությամբ, բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Լավ մնացեք։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրյալ նորմի յուրաքանչյուրին։